Օրինակ ես Արմեն Համբարձումյանին էլ հրավիրեի։ Նայեք, իր մասին շատ քիչ են խոսում, ինքն էլ բնավորությամբ շատ համեստ լուր անձնավորություն է, բայց ինքը շատ թիմային խաղացող է, շատ։ Ու ինքը ունի որակներ, որ խաղի ժամանակ դու եթե ուզենաս ինչ-որ տակտիկական ցանկացած փոփոխություն անես, առանց փոխարինման Արմենով կարաս անես ու ինքը պարտաճանաչության, չգիտեմ, սենց դիսցիպլինայի այդ հրահանգները կատարելու մաքսիմում լեվելը ունի, էդի չգիտեմ, շատ կուզենայի մարզիչը նկատեի ու վերջին անցած ու այս մրցաշրջանը դրան ինքը գումարել է արդյունավետություն, գոլեր է խփում ու պասեր է տալիս։ Կարող է շատ յարկի գործողություններ ինչ-որ աչքի ընկնող չի անում, բայց ամեն դեպքում շատ թիմային խաղացող է։ Եվ եթե նա իրեն թերագնահատված կզգա, թող մեր եթերները նայի, մենք հաճախ խոսում ենք իր մասին։ Ու մի կարծիք էլ հայտնեցի, ուզենամ իմանալ, թե համաձայն ես թե ոչ, Արմեն Համբարձումյանը երբ խաղում է, կողքի բոլոր ֆուտբոլիստներին էլ թիմակիցներն ավելի լավն է դարձնում։ Կարծես թիմն սկսում է խաղալ եւ որպես ֆուտբոլիստ եւ որպես ավակ։ Ես ինչքան լսել եմ կարծիքներ իր մասին, նա իդեալական ավակ է։ Հա, ինքը այդ որ ասեցի համեստ լուր, ինքը իրան բոլորը սիրում են թիմում։ Ֆուտբոլիստները, մարզիչները, անձնակազմը սիրում են ու իր կողքը հավաքվում է թիմի։ Ինքը որ խոսում է, իրան ոնց ասեմ, ինքն այնքան ավելորդ կյանքում չի, ինքը որ խոսում է, բոլորը լուր են։ Ինքը կարա չգոռա, ինքը կարա հանգիստ ինչ-որ բան ասի, բայց ինքը ուշադրություն է գրավում, համաձայն եմ դրա հետ։ Ինքը այդ առումով թիմին միացնում է իրար։